Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Տղան շվեյցարական լեռներում արածեցնում էր իր գառներին։ Նա սիրում էր ծաղիկները և փայլուն սառցադաշտերը։ Մի լեռնագնաց գնում էր լեռան արահետով։ Ողջույն, անունդ ինչ է։ Բարև, ես Էնդին եմ։ Այստեղ միայնակ ես։ Այո, ես արձակուրդի մեջ եմ և խնամում եմ հորս գառներին։ Այսինքն դու հովիվ ես։ Գիտես բարի հովիվի մասին։ Ոչ, ով է նա։ Տեր Հիսուսը։ Աստվածաշունչն ասում է, որ մարդիկ աննազանդ գառներ են, ովքեր նախընտրում են գնալ իրենց ճանապարհով։ Բարի հովիվը փնտրում է մեզ։ Նա ցանկանում է առաջնորդել մեզ, հոգ դանել մեր մասին և մի օր դանել երկինք։ Իսկ ինձ այնտեղ կտանի, երբ մահանամ։ Այո, դու միայն պետք է խնդրես նրան, որ դառնա քո հովիվը։ Ես դա հենց հիմա եմ ուզում անել։ Էնդին պարզ խոսքերով աղոթեց։ Այդ խոսքերն իր սրտից էին։ Նա ուզում էր պատկանել Հիսուսին։ Նախքան շարունակելը լեռնագնացն ասաց Էնդիին. Հիմա դու հավիտյան պատկանում ես բարի հովիվին։ Դու կարող ես ասել. Դերը իմ հովիվն է։ Դես, դու կարող ես քո մատների օգնությամբ ասել Աստվածաշնչյան այս համարը։ Էնդին կրկնեց համարը, ձախ ձեռքի մատները հերթականությամբ բռնելով։ Նա շատ ուժեղ էր բռնում, հատկապես ցուցամատը։ Տերը իմ բարի հովիվն է։ Այս մասին նա ուրախությամբ պատմեց իր ծնողներին։ Նրա արձակուրդն ավարտվեց, և Էնդին նորից պետք է դպրոց գնար։ Եկավ ձմեռը, իսկ շվեյցարական լեռներում ձմեռը շատ վտանգավոր կարող է լինել։ Այստեղ հաճախ է ձնահոսքի վտանգ լինում։ Էնդին անցնում էր բարձր ձյան միջով, երբ հանկարծ ամպրոպի ձայն լսեց։ Նա ուզում էր վազել, բայց արդեն շատ ուշ էր։ Ձնահյուսը նրան ձյունով ծածկեց, և նա թաղվեց հսկայական ձնակույտի տակ։ Երբ մտնեց, ծնողները սկսեցին անհանգստանալ։ Նրանք ժամեր շարունակ փնտրեցին նրան, և ահա, երբ վերջապես գտան նրան, նկատեցին, որ նա ամուր բռնել է իր ձախ ձեռքի ցուցամատը։ Մահանալիս նա հիշել էր իր բարի հովվին։ Նրա ծնողները շատ տխուր էին, սակայն նրանց հանգստություն էր տալիս այն, որ մի օր Էնդիին կրկին տեսնելու են երկնքում։ Մի օր, երբ նրանք հավիտյան կլինեն բարի հովվի հետ։ Արդյոք դու կարող ես ասել. Տերը իմ բարի հովիվն է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ. HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։